Ամերիկյան հեռուստատեսության ռեալիթի շոուի մեգա աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան նույնիսկ ավելի լայն արձագանք է գտել միջազգային մամուլում, քան սպասվում էր։ Համաշխարհային աստղի նախնիների երկիր այցին անդրադարձել են ամենահեղինակավոր լրատվամիջոցները։ BBC-ն նշել է Քարդաշյանի հայկական ծագման մասին, հիշեցրել Twitter-ում անցած տարվա նրա գրառումը ցեղասպանության վերաբերյալ, որը կոչ էր անում հարգել 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակը։ Այնուհետև բրիտանական հեռուստաընկերության կայքը նշում է Օսմանյան կայսրության ձեռքով բնաջնջված հայերի, այն որպես ցեղասպանություն ճանաչելու արշավի մասին, ինչպես նաև այն, որ շատ երկրներ ճանաչել են փաստը։ Քարդաշյանը հիշում է հայոց ցեղասպանության զոհերին իր Հայաստան այցով վերնագրված հոդվածում, Guardian-ն անդրադարձել է մեգաաստղի ընտանիքի այցի նպատակներին ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության շրջանակում։ USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական իրարանցում է առաջացրել մայրաքաղաք Երևանում։ Անդրադառնալով այցի դրդապատճառներին, ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական ծագումով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին եւ հնչեղություն հաղորդել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Էլ ամսագրի ռուսերեն տարբերակը նշել է, որ Քարդաշյանների այցելությունը Երևանում արժանացել է խելահեղ ընդունելության, ինչն անչափ ուզել է Քարդաշյան քույրերին։ Associated Press-ը շեշտում է, որ Քարդաշյանի այցի առանցքային նպատակներից մեկը լինելու է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը։ Նույն աղբյուրից մեջբերում է կատարել Yahoo News կայքը։ CBS հեռուստաընկերության կայքն ընդգծել է, որ իր պատմական հայրենիք այցով Քիմը մեծ ցանկություն ունի համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Hello ամսագիրը գրում է, որ Քարդաշյանների աստղային ընտանիքի այցի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համար ճանաչելի դարձավ փոքր, սակայն գողտրիկ Հայաստանը, որը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին։ Ընդհանրապես Քարդաշյանի այցին միջազգային հեղինակավոր մամուլի անդրադարձն ամեն դեպքում զուգահեռվել է հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Daily Mail-ը Քիմի Հայաստան այցի եւ հայկական ծագման մասին ամբողջ հոդվածն ուղեկցել է հայոց ցեղասպանության պատմության մասին առանձին բաժնով։ Պատերազմի քողի տակ 1915-ից թուրքական իշխանությունները հայերի տեղահանման քողարկված ծրագիր էին իրականացնում։ Մինչև 1.5 միլիոն հայեր քշվեցին դեպի Սիրիական անապատ եւ սպանվեցին պատմության մեջ առաջին ցեղասպանության ժամանակ, գրել է Daily Mail-ը։ Իսկ բուն հոդվածով պարբերականն անդրադարձել է թեմայի շրջանակում Քարդաշյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես մեգաաստղի զայրույթն այն փաստի կապակցությամբ, որ թուրքական կոսմոպոլիտան ամսագիրը հրապարակել է նրա լուսանկարն ամսագրի շապիկին հենց այն ամսին, երբ ամբողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ուշագրավ է, որ սկանդալային մեգաաստղի Հայաստան այցի մասին հրապարակումներում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից ոչ մեկն ակնարկ անգամ չի արել նրա այսպես կոչված կարիերայի վիճելի կողմերի մասին։ Իսկ Հայաստան ժամանելուն պես Քիմ Քարդաշյանը միանգամից գրառումներ է կատարել Facebook-ի, Twitter-ի եւ Instagram-ի իր էջերում, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ աշխարհով մեկ։ Հայազգի ամերիկյան աստղը պարբերաբար գրառումներ է կատարում սոցցանցերում, ներկայացնելով Հայաստանն ու իր անցկացրած ժամանակն այստեղ։ Դրանցից առաջինով նա Հանրապետության հրապարակի եւ այնտեղ հավաքված հարյուրավոր մարդկանց լուսանկար է հրապարակել եւ նշել. Հայաստան, մենք վերջապես այստեղ ենք։ Այնքան ուրախ եմ այստեղ լինելու ու կյանքիս գլխավոր ճամփորդություններից մեկն սկսելու համար։ Չեմ համբերում, թե երբ եմ մոտիկից ծանոթանալու այս երկրին։ Արմինե Ուդումյան, Դավիթ Մուրադյան, Առաջին ալիք։